Հակոբյան, ինչպես ստացվեց, որ կամ ինչից ելնելով որոշեցիք, որ ընդդիմադիր այդ 3 թեկնածուներին չեք քվեարկել։ Հարգելի գործընկերներ, մեր որոշումը կայացրել ենք խմբակցության նիստի ընթացքում։ Նախորդ թողնել դուք մեր նիստի ընթացքում ձայներ եք լսել բարձր եւ կապել եք դա Վահագն Ալեքսանյանի ազգային ժողովի նիստը վարելու հետ։ Ուզում եմ ձեզ այդ դրվագով ցույց տալ, թե ինչքան բուռն են անցնում մեր քննարկումները եւ այդ քննարկման ընթացքում որևէ կերպ մենք այլ հարցի չենք անդրադարձել, քան ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահների, ընդդիմադիր նախագահների թեկնածուների որոշմանը, այսինքն քվեարկելու ենք նրանց օգտին, թե ոչ, այսինքն այդ բուռն քննարկումը կապված էր այդ հարցի հետ ու խմբակցությունը միակարծիք չի եղել, բայց վերջում բաց քվեարկության արդյունքներով որոշում է կայացվել անհատապես առանձին յուրաքանչյուր թեկնածուի մասով, թե որ թեկնածուին ենք կողմ քվեարկելու, այսինքն բավարար քվեներ ապահովելու, որ ինքը ընտրվի, որ թեկնածուին ոչ, այսինքն դա կախված է եղել 3 թեկնածուների դեպքում, ուժեղ Հայաստանի 3 ներկայացուցիչների դեպքում ավելի շատ մարդիկ մեր թիմից խմբակցությունից քվեարկել են դեմ, քան կողմ եւ հետեւաբար եւ անհատական է եղել, այսինքն խմբային չի եղել որոշում, անհատական յուրաքանչյուր թեկնածուի մասով դրվել է քվեարկության եւ քվեարկության արդյունքներում որոշում է կայացվել ի վերջո, որ այդ 3 թեկնածուներին չեն քվեարկում, իսկ Հայաստան խմբակցության ներկայացրած թեկնածու Լիլիթ Գալստյանին բավարար ձայներ են ապահովելու, որպեսզի նա ընտրվի հանձնաժողովի նախագահ։ Իրենք ելույթներով չեն կարողացել ձեզ համոզել կամ բավարար չեք գնահատել։ Ինչպես նշեցի, յուրաքանչյուր падգամավոր ինքը իր տեսակետն է արտահայտել իր քվեարկությամբ, այսինքն ընդհանուր մեկ որոշում չի եղել, թե այս պատճառով չենք որոշում, յուրաքանչյուրը իր հիմնավորումներն է բերել, բայց հիմնականում հիմնավորումները կապված են եղել, օրինակ պարոն Ֆարմանյանի դեպքում իր պատասխանները մեզ վստահություն չեն ներշնչել, օրինակ այդ FH ընկերության հետ կապված, որ ինքը իբր կապ չուներ, բայց FLH-ի հետ կապ ուներ, կամ ցածր աշխատավարձ, գրանցված աշխատավարձի եւ 40 միլիոն դրամ փոխառության հետ կապված հարցերը չեն փարատել մեր կասկածները, բացի այդ նրա ունեցած ընկերությունը, որը զբաղվել է բրոքերական ընկերությամբ այն ժամանակ, երբ ինքը եղել է ՊԵԿ աշխատակից, բացի այդ նաեւ պարոն Ֆարմանյանը արտահայտվեց, որ ինքը դեմ է ապօրինի կույքի բռնագանձման օրենքին եւ դա համարում է ական պետության հիմքերի տակ, չնայած հետո փոխեց իր խոսքը եւ ասաց, որ խմբակցության դիրքորոշումը չի դա, այսինքն բազմաթիվ դրվագներով պարոն Ֆարմանյանը ելույթները եւ այն հարցադրումները, որոնք հնչել են եւ դրանց տրված մեզ պատասխանները մեզ չեն գոհացրել, օրինակ պարոն Ղազինյանի դեպքում հաշվի առնվել մեր խմբակցության անդամների կողմից այն, որ պարոն Ղազինյանը անցնում է ընտրակաշառքի գործով, չնայած հարգելով ամեղության կանխավարկածը, բայց այդպիսի կասկածներ դեռ փարատված չեն դատարանի որոշումով, հետեւաբար մենք ռիսկային ենք համարում այդ ընտրությունը, եւ պետք է ասեմ, որ այդ մոտեցումը ունենք նաեւ մեր թիմակիցների դեպքում, այնպես չի, որ միայն ընդդիմադիր թեկնածուի դեպքում ենք դա հաշվի առնում։ Բացի այդ, պարոն Ֆարմանյանը ես կարծում եմ տիկին Մարիա Կարապետյանի ելույթով, թե հարցերից մեկում հիմնավորեց, թե ինչու պարոն Ղազինյանը խնդրահարույց թեկնածու է, օրինակ այն մասով, որ չնայած ուժեղ Հայաստանում կային թեկնածուներ, որոնք կարող էին լինել այդ հանձնաժողովի նախագահի թեկնածու աշխատել էին թիմերում, բայց պարոն Ղազինյանը այդ մենակ էներգետիկ ոլորտում էր ու փոխկապակցվածություններ կան Տաշիր ընկերությունը բազմաթիվ էներգետիկ համակարգում աշխատող ընկերություններ ունի եւ մենք այդտեղ շահերի պահում ենք նաեւ տեսնում եւ այսպիսի բազմաթիվ հարցեր։ Նաեւ եւ երրորդ թեկնածուի մասով, ով էր երրորդ թեկնածու։ Արեգա Հովսեփյանը Կարծում եմ Արեգա Հովսեփյանի դեպքը ամենաբացահայտներից էր, որ տիկին Հովսեփյանը չի փարատել մեր կասկածները, որ չի գնում այդ հանձնաժողովը աշխատեցնելու Հայաստանի եվրոինտեգրումը ավելի արագացնելու կամ նպաստելու եվրոինտեգրմանը Հայաստանի, բացի դրանից նաև քաղաքասարության բազմաթիվ ներկայացուցիչներ արտահայտվել են եւ կարծում եմ դուք եք ծանոթ այդ կարծիքներին եւ մենք նաև դա ենք հաշվի առել, այնպես որ եւ Սա ապացույցն է նրան նաև տիկին Գալստյանի ընտրությունը եւ պարոն նաև փոխնախագահ Արամ Վարդևանյանի ընտրությունը, որ մեր դիրքորոշումները կապված չեն ոչ խմբակցության հետ, ոչ էլ ընդդիմադիրներին ընդհանրապես բոյկոտելու հետ, այսինքն անհատական որոշումներ կայացնել։
քվեարկության արդյունքները կարծես թե այլ բանի մասն են խոսում, չնայած որ դուք նշում եք անհատապես բոլորը իրենց կարծիքն են հայտնել, անհատապես օրինակ 62-ն էլ դեմ էին Արեգա Հովսեփյանին, 62-ն էլ դեմ էին Դավիթ Ղազինյանին եւ Հայկ Ֆարմանյանին, որտեղ բոլորը նման ձև են քվեարկել։ Խմբակցությունն որոշումն այդպես չեն կայացնում, մենք ազատ քվեարկության չենք թողել, մենք խմբակցության որոշում ենք կայացրել քվեարկության, որ մենք կողմ ենք արտահայտվում, թե դեմ, նույնիսկ եթե մի հոգի դեմ է լինում, դա չի նշանակում, որ այդ մի հոգին պետք է քվեարկի, այսինքն խմբակցությունը որոշում է կայացնում ընդհանուր, որ այս տեխնացուին մենք տալիս ենք բավարար քվեներ եւ այդ տեխնիկական հարց է, թե 13 կամ 14 հոգին ովքեր են կողմ քվեարկելու, որ ապահովենք։ Նույնիսկ կարող է այնպիսի մարդ քվեարկի, որ ինքը դեմ է եղել, բայց մենք ասում ենք, որ դու կողմ քվեարկես, այսինքն տեխնիկական հարց է։ Օրինակ ձեր 62 հոգի է մասնակցել ձեր խմբակցությունից։ Այո, երկու բացակային կողմից։ Դուք նաև ձեր պատճառաբանությունների մեջ նաև նշեցիք այն քրեական գործը, որով մեղադրյալ է Դավիթ Ղազինյանը։ Արդյոք դուք տեղեկություններ ունեք, որ ապագայում գլխավոր դատախազը հնարավոր է գա թե մեղադրանք առաջադրելու, թե խափանման միջոցի այդ թույլտվությունը ստանալու եւ այդ հեռանկարն էլ, հա, աչքի առաջ ունենալով եք քվեարկել։ Անկեղծ ասած, չգիտեմ հենց քվեարկողները մեր խմբակցությունից այդպես այդ հեռանկարը հաշվի առել են թե չէ, բայց որ պարոն Ղազինյանի այդ քրեական գործը հաշվի առնվել է, դա այդպես է, բայց տեղեկություններ թե դատախազը կգա, թե չի գա, երբ կգա կամ ինչ հարցով կգա, տեղեկություններ չունենք։ Դուք նշում եք, որ տաշիր ընկերությունների հետ կապեր են ունեցել այս մարդիկ, օրինակ Չէ, Ղազինյանը, օրինակ Հայկ Ֆարմանյանը, դե ֆինանսական բլոկում աշխատել են, բայց հիմա օրինակ Լիաննա Մանուկյանն էլ կարծես այնտեղ աշխատանք է իրականացել։ Հիմա ֆրակցիան տրամադրված է այդ առումով, որ պետք է տաշիր Ես մի քան ոչ, տենց որ լիներ, պարոն Վարդևանյանն էլ կապեր ուներ, դա չի հաշվի առնել, դա կարծիքներից մեկն է եղել, որ կարող է շահերի բախումներ լինեն առաջիկայում, որովհետև այդ հանձնաժողովն է գլխավորելու եւ այդ ընկերությունները կան, հիմա կարող է շահեր ներկայացնի, նաեւ որովհետև ինքը մասնագետն է եղել այդ բանում, բայց դա ինչպես նշեցի, միակ պատճառը չէ եւ մի պատճառով մենք որոշում չենք կայացնում։ Բազմաթիվ ինձ թվում է հետ կարող եք տալ, անասիբ։ Դուք քանի որ իշխանությունը տրամադրված էր, որ այո, ընդդիմություն հարցը ավարտեմ, շնորհակալություն։ Իշխանությունը այդ բաների հետ կապված տրամադրված էր, որ դա ընդդիմության հասանելիքն է եւ ըստ էության պարոն Վարդևանյանին ընտրելու այդ գործընթացի ժամանակ նշում էին, որ ում էլ առաջադրեն, այսինքն կընտրենք, որտեղ դա իրենց տեղն է։ Հիմա ինչու հանկարծ հանձնաժողովների հետ կապված այդ մոտեցումը չցուցաբերվեց։ Պարոն Կիրակոսյան, իշխանությունը տրամադրված չէր, դա օրենքով է նախատեսված, որ այդ քվոտան պատկանում է ընդդիմությանը։ Պարոն Վարդևանյանի դեպքում էլ մենք չենք ասել, որ ում առաջադրեն, մենք քվեարկելու ենք։ Եղել է նորից խմբակցության նիստի ընթացքում որոշում է կայացվել պարոն Վարդևանյանի մասով, ինչպես այս դեպքերով։ Պարոն Վարդևանյանի դեպքում, ինչպես Լիլիթ Գալստյանի դեպքում, խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել։ Երրորդ դեպքերում Հայ ոնց էիք ասում շրջաբերական ունեցող քաղաքական ուժի ներկայացուցչին ինչու կողմ քվեարկել եւ ԱԳՆ-ում աշխատած Արեգա Հովսեփյանին, հա, դիվանի գիտական փորձ ունեցող, չգիտեմ ինչքանով է այդ փորձը, բայց իրեն դեմ քվեարկել։ Միևնույնն է, պարոն Կիրակոսյան 004 շրջաբերականը տարածած խմբակցությունը արդեն ազգային ժողովում է եւ օրենքը իրենց վերապահում է այդ մեկ հանձնաժողովում տեղը եւ մենք չենք պատրաստվում տորպեդահարել գործընթացը եւ հավերժ մնալ այս ցիկլում ու առաջ շարժվել ավելի բովանդակային քննարկումների չանցնել։ Սա ընտրություն է, այսինքն սահմանադրությունը մեզ ընտրության հնարավորություն է տալիս, այսինքն մենք պարտավորված չենք ում բերեն, մենք քվեարկենք։ Մենք կարող ենք ընտրություն կատարել, բայց մի րոպե, մենք պարտավոր չենք ում բերեն քվեարկենք, բայց մենք միաժամանակ նաև չենք տորպեդարել գործընթացը եւ մեզ ավելի նպատակահամար մեր կասկածները փաթող տեխնացուներին պատրաստ ենք կողմ քվեարկել եւ ապահովել, որպեսզի ազգային ժողովը բնականon հունով աշխատի։ Պարոն Հակոբյան, Սիսակ Գաբրելյանի դեպքում 62 չէր, 61 էր։ Եթե ձեր խմբակցությունից 62 էր կարծես։ 61 էր։ Կողմ դեմ 2 է եղել, օրինակ այդ Արդյոք ձեր խմբակցությունից մարդ կա, որ օրինակ դեմ է քվեարկել։ Դեմ եթե լիներ, դեմ կար մեջը։ Դեմ 2 հոգի են եղել, Սիսակ Գաբրելյանին կողմ է քվեարկել 61-ը։ Չգիտեմ, միգուցե
բաց է մնացել, օրինակ այնտեղ կա չքվեարկած նաև, չեմ կարող Ընդդիմության ասել։ քվեարկությունը ձեզ համար ինչպես կգնահատեք, որտեղ ի տարբերություն ձեզ, որ դուք կայուն ձևով որոշել եք բոլորին դեմ քվեարկել, իրենք տարբեր մոտեցում են ցուցաբերել։ Օրինակ Վապկեն Թունյանին դեմ 0 ձայն է եղել։ Բայց այնտեղ մասնակիցների թվը կա, որովհետև ես չհասկացա ինչպես էին արել, բայց մի մասը ընդհանրապես չէին քվեարկել, թողել էին։ Գաբրիելյանին դեմ է եղել 10 հոգի, Արուսակ Ջուհագյանին եւ մյուսներին 29 հոգի, Սարգիս Խանդանյանին 28 հոգի է դեմ եղել, Սիսակ Գաբրիելյանին ընդհանրապես 2 հոգի է։ Կարծում եմ այնտեղ հարցեր կառաջանային, եթե կողմ քվեներ ավելի լինեին, բայց այնտեղ թե դեմ են եղել, թե ձեռնպա, թե անվավեր են արել, թե չեն գցել քվեատուկ, էական տարբերություն կարծում եմ չկա եւ ավելի մանրամասն իրենք կարող են իրենց տակտիկան բացատրել։ Տարբերություն չկա մեր համար։ Ձեր խմբակցությունից 62 են, չեմ մասնակցել։ Այո։ Իսկ օրինակ դուք դա քննարկման առարկա դարձնելու եք Գաբրիելյանի օրինակ։ Ոչ, չեմ կարծում։ 61 Չեմ կարծում, չեմ։ Գործընթաց սկսելու եք։